Նախորդին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության բարձրաստիճան պաշտոնյային։ Կողմերը հաստատել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացումը եւ եվրոպական խաղաղության հիմնադրամի երկրորդ փուլի աջակցությունը Հայաստանին։ Նույն օրը Անիլ Չաուանը, Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը Հայաստանում քառօրյա այցի առաջին օրը հանդիպել է հայ գործընկերների հետ։ Ակնհայտ է, որ Հայաստան-Հնդկաստան պաշտպանական համագործակցությունն ընդլայնվում է եւ հնդկական սպառազինությունը զինատեսակները շարունակում են մատակարարվել։ Այս ամենը տեղի ունենում այն պահին, երբ Եվրամիությունը եւ Հնդկաստանը 20 տարվա բանակցություններից հետո անցյալ շաբաթ կնքեցին դարի համաձայնագիրը։ Ակնհայտորեն այստեղ Հայաստանը հանդես է գալիս որպես տարածաշրջանում ամենահուսալի կապողողակ։ Իրանական զարգացումներից շատ բան է իհարկե կախված, բայց արդեն ակնհայտ է, որ Եվրամիության եւ Հնդկաստանի համար միմյանց հետ կապվելու առանցքային հանգույցներից մեկը հենց Հայաստանն է։ Հայաստանի ռազմավարական դիրքը երբեք այսքան կարևոր չի եղել։ Հիմա պետք է լինել կրկնակի ճկուն, սառնասիրտ, հաշվարկող եւ համարձակ։